Համլետ ինչ է եղել բարի լույսով կանչել ես։ Որոշել եմ երազանքդ կատարեմ։ Ինչ երազանք։ Հակոբ։ Դե հա, մի քիչ երկարեց, բայց հո չես մոռացել։ Տղուս եմ տեսնել։ Երբ։ Դե գիտես, տղետ քաղաքից դուրս է գնացել ընկերների հետ։ Վաղը վերադառնում է։ Կազմակերպեմ կտեսնես։ Շնորհակալ եմ Համլետ ջան, շատ։ Խնդրեմ, բայց մի փոքր խնդրանք էլ ես ունեմ քեզ։ Ասա, ինչ խնդրանք։ Տղուտ հարցը փորձ արա Մոշևի աղջկանից։ Աստորեն դրա համար ես այս հանդիպումը կազմակերպում։ Դե մարդ ես, կարող է հետաքրքիր մանրամասների հայտ գան։ Ուզում ես տղուս ես գործերի մեջ խառնես, հա։ Բայց ինչի ես։ Դու արդեն խառնել ես։ Կավաց։ Շտակ է։ Հա, երեխեք։ Բոլորին եմ սուրճ դնում, թե քնածներին չէ։ Կարաս բոլորին էլ դնես, կարտնացնենք։ Բայց կարող եմ այն դեպքում թողենք հանգիստ քնեն։ Չէ, դե մեկը ծոմայից արթնացավ կներվանանա, որ ամբողջ քաղցրը առանց իրա կերել ենք։ Իսկ որ կուտենք դա հաստատ։ Հա, դե գիտենք, որ այսքան շատ ենք ուտում քաղցր, կարելի է մի քիչ ավելի շատ գնել։ Դե Կապիտան Բադալյան, բասում էլ չես հասցնելու գազ։ Բարև երեխեք։ բարև ձեզ։ Մեկի ջան, որ խնդրեմ սուրճը մի հատ էլ ավելի, հա։ Լավ էլ ժամանակին է։ Ոնց եք հանգստանում։ Ընտիր, շատ լավ տեղ է, շնորհակալություն։ Երբ ցանկանում եք, համեցեք։ Մարթա ջան, առավոտյան սուրճը մրգետ շատ հանում։ Գարի։ Ինչ ստորի տանը։ Հակոբ, բան ես ուզում ասես։ Հա, չեմ ուզում տղուս հետ հանդիպել։ Լուրջ։ Եկածը տորվանից հաուզում ես տղուտ տեսնես, էդ ինչ եղավ որ փոշմանեցիր։ Հա, հիմա փոշմանել եմ։ Ոչ տղուս եմ ուզում տեսնել, ոչ էլ ուզում եմ ստեղ մնամ։ Բա ինչ ես ուզում։ Ուզում եմ երկրից գնամ։ Գործեր ունես դրսում։ Դու հանգիստ եղի, չունեմ, բայց կունենամ։ Իսկ դու գոնե պատկերացնում ես, եթե իրավապահների աչքին ընկնես։ Հակոբ, այսքան բան եմ անում քո համար։ Մի փոքր խնդրանք չէր, որ հետ քաշվեցիր։ Մի փոքր բան, հա։ Տղուս կյանքը ուզում ես կործանես ու այդ քո համար փոքր բան, հա։ Տղետ ուղղակի պետք է ինֆորմացիա տար։ Իսկ ով կարա ինձ երաշխիք տա, որ դրանով ամեն ինչ կավարտվի, որտեղ ես էլ ոչ մի գործառույթ չի ունենա, հա։ Իսկ ով կարա ինձ երաշխիք տա, որ ես վաղը քնից կարթնանամ։ Դու, հա։ Այդ ընդհանրապես համեմատելու բան չի Համլետ։ Հակոբ գնա հանգստացի։ Վաղը կտեսնես տղուտ։ Այս գործը ինչքան շուտ ավարտենք, այդքան մեր համար ավելի լավ, այդքան շուտ կգնանք այս երկրից։ Քեզ թվում է իմ համար հեշտ է, հա։ Դուր ա գալի ես ամեն ինչը։ Համլետ, ես Լսի։ Ես կարող եմ քեզ փակել սենյակում ու քո անունից մարդ ուղարկել տղուտ մոտ իմ խնդրանքը կատարելու։ Ուզես տենց։ Ես ուղղակի ուզում եմ, որ Լսի։ Դու մենակ երկու տարբերակ ունես, կամ դու ես գնում, կամ մարդ եմ ուղարկում տղուտ մոտ։ Որը կուզես, այն էլ ընտրի։
Բարի լույս։ Բարի լույս, ո՞նց ես։ Լավ, շատ լավ։ Ինքան հանգիստ եմ քնել։ Հավո։ Հա։ Հեն մտքից որ վերջապես երեխուն կտեսնեմ, չես պատկերացնի ինչ քաղցր էր։ Իրականում շատ ուրախ եմ, որ դու կենտրոնացել ես հենց դրա վրա, այլ ոչ թե ուրիշ խնդիրների։ Շաքե, ես ամեն ինչ հասկանում եմ։ Ու ինչքան էլ ինձ դա դուր չգա, իրականությունը դա է։ Եթե ես առողջ լինեի, ես կպայքարեի մեր երեխու համար։ Իսկ հիմա իմաստը որն է, որ երեխեն մորը հազիվ գտած նորից կորցնի։ Սուրճ պատրաստեմ քեզ համար։ Խնդրում եմ քեզ, թույլ տուր ես ավարտեմ ասելիքս։ Երբ եմ տեսնելու երեխուն։ Շուտով։ Ես կխոսեմ, բայց պիտի խոստանամ, որ դու չես առաջացնելու խնդիր հետդարձի հետ կապված երեխայի, այլ ուղղակի ուզում ես շփվել։ Հա, Շաքե, հա, միայն շփվել, ինչքան որ հնարավոր լինի։ Ես հույս ունեմ, որ դա այդքան էլ կարճ չի լինի։ Այդպես որ խնդրում եմ քեզ։ Խնդրելու կարիք չկա։ Բոլորովին հիմա սուրճը ավարտում եմ ու դուրս եմ գալիս։ Այդ ընտանիքի հետ հանդիպելու չէ։ Այո, Արևիկ, այո։ Ուրեմն շիշը պտտում են։ Երկու կողմում վրա կանգնեց, դառնում են զույգ։ Ու անում են այն, ինչ նախորոք կորոշենք։ Հաջորդ անգամ էլ այդ զույգից մեկը պետքա որոշի թե հաջորդ զույգը ինչ է անելու, մինչև մյուսը պտտում է շիշը։ Պարզա։ Կար ինչ եղար։ Կար ջան, արի քեզ ենք սպասում։ Ասա Դավիթ։ Դու տանգո պարին։ Շատ լավ է։ Չէ՞։ Պտտի կարեմ։ Tango, 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 tango. Խորժակ չկա, շոկ է։ Փողով եք խաղում։ Հա։ Ես վերջում։ Հիմա ինձ պետք չի։ Համեր ստեղացնում ջուրը ջրի է։ Վերցրու, ոչ ոքի չեմ ասի։ Ու դու հավատում ես իրան։ Հա, հավատում եմ, որովհետև նախ շատ քիչ է մնացել Արևիկին ապրելու, ինչքան էլ ցինիկ հնչի, եւ երկրորդը ինքը Էդմոնին շատ է սիրում ու անհնար է, որ ինքը ցավեցնի երեխուն, առավել եւս վնասի։ Հա, բայց ինչը բայց է։ Ասում եմ, ինքը հանուն երեխու ամեն ինչի պատրաստ է, ինքը ընդհանրեն ուզում է տեսնի այդ երեխուն։ Լավ, ես քանի անգամ կրկնեմ, Սոսե ջան, քանի անգամ։ Ախր ինչից ես վախենում։ Որ իր խոստումը չի պահի։ Կպահի։ 100 անգամ ասեցի քեզ։ Ինչ խոսեմ։ Լավ, բա որ խոսելու բան չունես։ Ինչ ես էլ ուզում։ Էդմոնին վերցրու, ուղակի եկեք մեզ հյուր։ Արդեն ասել ես, որ Էդմոնն է։ Չէ, չեմ ասել։ Հյուր կգաք,
Երեխուն կտեսնի, կուրախանա, կգնա, քեզ կասեմ։ Լավ։ Բայց եթե հանկարծ չկա։ Հանկարծի դեպքում ես իմ ձեռքով քեզ ու Էդմոնին գյուղ կտանեմ։ Երբեք էլ չի տեսնի ու չի գտնի։ Պայմանավորվեցինք։ իզուր ես ինձանից նեղանում։ Ես իմ երեխու շահերն եմ պաշտպանում։ Նաև քո սոսը։ Ինձ նայի։ Խնդրում եմ մի մոռացի։ Արևիկը 9 ամիս կրծքի տակ կրել այդ է։ Նենց որ խնդրում եմ քեզ հավաքի։ Էդմոնին վերցրու ու եկեք։ Թույլ կտաս քեզ հրավիր եմ բարելու։ Մենք գործը խոսացինք, չի իրավեր։ Խելքը թրցրել է, դա։ Կոմինար հավինում եք բարելու, արա, խելքը թրցրել է, հանգստացի միա։ Մարդան քո չի պարել, չես հասկանում։ Այկոն գնալ, աղջիկներ ներս գնացեք։ Շատ անշնորհ ես անում։ Դուրս արի։ Մեկի շուտ արի գնացեք։ Իսկ ցած ես խոսում այդ տղա, հա։ Բասին արեք հանգստացի, էլի խնդրում եմ հանգստացի։ Այդ տղանով արա, չափ է դասում։ Հանգստացի, կարել։ Մարեք ես կոմա։ Թողալ է, թող ծեղոս։ Արա, թողնեմ ինչ շփատի արի, է։ Թողաս։ Մարեք հանգստացի լավ։ Արի, բենգից է արա։ Ու ինչ ես անում? Տուն եմ գնում։ Մարդա լավ հասկացանք ակտորացել են, հեսա կհանգստանանք կգնանք։ Այնքան մեկա ինչ են արել։ Լուրջ եմ ասում, ուղղակի ուզում եմ տուն գնամ։ Մի ասա տենց։ Նարեկը շատ լավն է, բայց ինքը չպետք է գար։ Մարթա, մի հատ խոր շունչ քաշի։ Մեկ չես հասկանում։ Նարեկը լինի թե ուրիշ մեկը, ինքը ամեն անգամ պիտի այս պատմությունը սարքի։ Հասկանում եմ, սխալ է արել, բայց ավելի լավ է խոսակ հասկանաք իրար։ Վեր կենալ գնալով հարց չես լուծի ախր։ Առաջին անգամը չի, չէ։ Գիտես, չեմ էլ հիշում արդեն որի անգամ եմ հետը խոսել այս թեմայով։ Հա բայց Կարենին նայելով չես ասի, որ ինքը այդքան խանդոտ է։ Չէ, ուղղակի ինքը Նարեկի հետ կապված պատմությունը չի մարսում։ Բայց դու հիմա ամեն ինչ ավելի ես բարթացնում Մարթա։ Բարթացնելու բան չկա երեխեք։ Ուղղակի ահավոր վիրավորական է։ Աղաս, որից կուտես։ Սիմա, ինձ ես անգամ այդ ելակի օշարակովից տուր էլի։ Լավ, ես էլ գետնանուշը գուտեմ։ Այապես։ Հա, ոնց է հավանեցիր։ Հա, շատ համով եմ։ Մյուս անգամ վերցնելուց ինձ մենակ սրանից կվերցնես, հրավ։ Ոնց ասես։ Սիմա, բայց լավն ենք, չէ։ Երեխուն ուղարկել ենք, նստել ենք պաղ-պաղակ ենք ուտում։ Տենաս արդեն ճանապարհին են։ Ինչ ես այդքան անհանգստանում աղաս։ Հո մենակ չի։ Հա, էլի մենակ չի, բայց երեխա են, չէ։ Զանգել ես։ Հա, մի 2 ժամ առաջ եմ զանգել, ասեց 5-ին 6-ին դուրս ենք գալ։ Ահա, այդ ժամերին էլ կզանգես, որ վստահ լինենք, որ դուրս են եկել։ Էս ինչ անհամբեր ես։ Հա, ես անհանգիստ մարդ եմ։ Ու իզուրել քեզ լսեցի։ Պետք է վեր կենայի ու գնայի երեխու հետևից։ Արդեն ուշ է։ Մինչև դու վեր կենաս գնաս, իրանք կհասնեն ստեղ։ Դե հա։ Արսեն, մեզ քաղաք կտանես։ Հա, հեսա կտանեմ։ Եկեք բոլորով գնանք։ Հա, դες ավելի ճիշտ կլինի։
գնանք իրերը։ Մեկի դե արա գիրերը հավաքեք, որ դուրս գանք արդեն։ Հա, իմ պայուսակը համարը հավաքած է։ Ահա ես էլ բան չունեմ անել, արի գնանք վերցնենք։ Գնացի։ Մարթա, Խոսելու բան չունեմ։ այսինքն, ի՞նչ է դա նշանակում։ Այսինքն դու քո համար ես իմ։ Ստացվում է քեզ համար նորմալ է օտար մարդու հետ ապրելը։ Հա, նորմալ է։ Ինչ քարեդարում ենք ապրում։ Չէ, ուղղակի Նարեկը։ Հա, ուրեմն մի ասա օտար մարդու, ասա Նարեկի։ Լավ, թող լինի Նարեկի։ Իսկ ինչ ես ուզում որ անեմ, որ Նարեկը հայտնվում է, ասենք, քաղաքից գնամ, երկիրս փոխեմ, հա։ Չէ, բայց Նարեկը։ Հա։ Երևի գիտես ինչ որ հատուկ տեղ պիտի թաքնվեմ։ Մարթա, դու իսկապես չես հասկանում, թե։ Այդ դու չես հասկանում։ Դու կամ ինձ վստահում ես կամ չէ Կարեն, ու ընդհանրապես կապ չունի այդ Նարեկն է Պողոսը թե Պետրոսը։ Մարթա, ես քեզ Չէ, չէ կար։ Դու ինձ չես վստահում, ու այդ շատ վիրավորական է։ Ու ինձ պետք չեն լուրջ հարաբերություններ, եթե իմ կողակիցը ինձ պիտի չվստահի։ Արևիկ ամեն ինչ կլինի, ընդամենը համբերություն է պետք։ Չես հավատում։ Ոչ թե քեզ չեմ հավատում, այլ ոնց որ հավատս չգա, որ վերջապես։ Սպասի դուրը բացը։ Մորքուր բարև։ Բարև ցավը տանեմ, ոնց ես։ Լավ եմ, Արևիկը տաննամ։ Լսի Արևիկը ո՞րն է։ Քո տարիքին Արևիկը։ Արևիկ բարև։ Բարև։ Գիտես ոնց է քեզ կարոտել։ Ես էլ քեզ եմ շատ կարոտել։ Արի գնանք։ Ես քեզ համար խաղեր եմ գնել։ Արի։ Գնանք սուրճ խմենք։ Մի անհանգստացի ամեն ինչ լավ կլինի։ Տեսնում ես ոնց են իրար սիրում։ Հիշում ես տատը ոնց էր ասում, Արյունը ջուր չի դառնում։ Ապրես շատ սոս է, շատ շնորհակալ եմ։ Ուր գտար քո ջուրը կար։ Սուրճ խմելու, չէ՞։ Գնանք։ Ես էլ ձեր տունը։ Ապրես։ Շատ լավ էր ամեն ինչ, դե իհարկե բացի վերջաբանից։ Հա, իրականում շատ վատ ստացվեց։ Արդեն ամբողջ ճանապարհին լուր էր։ Ինչքան էլ խոսացինք, մի բան չասեց։ Վերջում էլ ստեսությունը մի կերպ ասեց, զգացում էր, որ ընդհանրապես չի ուզում խոսել։ Դավիթ, չգիտեմ, բայց ժամը հաստատ կմնա Կարենի հետ որ խոսամ։ Դե համ Կարենին համ Մարթային շատ է սիրում։ Իսկ դու խոսաս Նարեկի հետ։ Մեկի խոսելը կխոսամ, երբ որ քաղաք գամ։ Բայց հասկանում ես, Նարեկը իրոք ոչ մի վատ բան չէր ուզում անել։ Մենք իր այդ Մարթայի թեմայով խոսացել ենք, ինքը շատ լավ գիտակցում է, որ Մարթան իր հանդեպ զգացմունքներ չունի։ Ասեմ ավելին, ինքը գիտի, որ Մարթան Կարենին է սիրում։ Հա, Կարենը շատ հավասարակշռված տղա է, չգիտեմ ինչի է տենց սուր արձագանք տվեց Նարեկին։ Քեզ զանգ է գալիս։ Մերոնք են։ Հա, մամ։ Հա, տան մոտ եմ գալիս եմ։ Գնացի։ Ապրես, հուսով եմ վաղը ակադեմիայում կխոսան կհասկանան իրար ու կհաշտվեն։ Դե ուրեմն առայժմ։ Գնացի։ Մեկ էլ
Շատ լավ էր նվագում ու երգում։ Հա։ Իրոք դուրդ եկավ։ Շատ։ Կարող է ինձ էլ սովորեցնես գիտար նվագել, մանկուց երազանքս եղել։ Գիտես, եթե երազանք տա եղել, ուրեմն ես իրավունք չունեմ չսովորացնեմ քեզ։ Դե գնա։ Շնորհակալ եմ։ Բայց ախր ես հոգնածի բան չի է։ Կարող է խոսես։ Հոգնած եմ մամ հետո էլի։ Բայց ես ո երեխա չեմ տեսնում եմ, չէ՞։ Կարող է Կարենի հետ եք վիճել։ Հաստորեն Կարենի հետ եք վիճել։ Ես զարմանում եմ, ոնց կարելի է Կարենի հետ վիճել, ինքը այնքան հանգիստ մարդ է։ Հա, վիճել ենք մամ, բայց ուզում եմ մենակ մնալ էս պահին։ Իսկ կարող է խոսես, մեջից էլ դուրս գա։ Մամ լավ էլի։ Հիմա որ ասեմ կնեղանաս, չէ՞, իսկական հորդ կտորն ես։ Մի բառ չասես, մի հատ ավել բառ չխոսես։ Չես խոսելու։ Մենակ մի բան հիշի Մարթա ջան։ Գտնելը դժվար է, այ կորցնելը շատ հեշտ է։ Արա Կարեն ջան, եթե ուզում էիր խոսայր, աղջիկներին հանգիստ կբերեին, կհասցնեին քաղաք, մենք էլ կգնայինք այդ Նարեկենց բակ։ Խոսած ապագա ոստիկանը։ Ինչ ես խոսում ընդհանրապես։ Չի որ ոստիկանեմ չեմ կարա խոսամ։ Կարաս, բայց դրան էլ տեղուձև կա։ Այ արա ես ելի սկսես փիլիսոփայել։ Կարջան, տղերք հերիքա։ Ինչ եկել եք գլխից քարոզ եք կարդում։ Շնորհակալ եմ որ գոնե տաքսում մեջ ձեզ զսպել եք։ Կարջան, եթե չես ուզում, կարող ենք ընդհանրապես չխոսել։ Բայց փորձում ենք մի բան անենք, քեզ օգնենք։ Լավ, շնորհակալ եմ։ Ապա շատ ես ուզում, կարաս էլի շնորհակալ լինես։ Բայց լավ կանես, որ քնելուց մտածես թե առավոտը ինչ ես խոսալու Մարթայի հետ։ Չեմ խոսալու։ Գժվեց։ Լավ, ես հասկացա։ Մենք երևի գնանք, թողենք Կարենին մենակ։ Ինքը կմտածի ու երբ որ առավոտյան եկավ ակադեմիա, արդեն հենց Մարթային տեսավ։ Լավ, ես ո երեխա չեմ։ Հա, հասկանում Կարջան, բան չասեցի, բայց Հերիքա, ես հիմա ուզում եմ քնեմ։ Բարի գիշեր ձեզ։ Լավ, գել գնաց ինձ յոմ։ Վեր կաց։ Վեր կաց։ Կարջան, ճանապարհը պետք չի, մենք կգնանք։ Բարի։ Ես իմ թույլ կետն է, ես չեմ կարող այսքան երկար խաղալ։ Երջացրու լավ, փոքր ժամանակ լավ էլ խաղում էիր։ Փոքր ժամանակ խաղում եմ, իսկ հիմա չեմ։ Էդմոն, արդեն գնալու ժամանակն է։ Ման կլինի, ես էլ վերջացնեմ նոր։ Արդեն 2 ժամ է, ասում ես մի քիչ էլ մնանք։ Լավ, դե ես մեկն է վերջացնեմ նոր գնանք։ Դե սպասում եմ։ Նորը չսկսես։ Իսկ վաղը կգանք։ Մորաքրոջը դարձրու։ Վաղը ոչ։ Այն մյուս օրը համեցեք։ Արևիկ, չօգնեցիր դու։ Չի, ես սիրում եմ խաղալ։ Որ հետաքրքիր լինի, կարող եմ մինչև առավոտ խաղալ։ Ես էլ։ Ոնց էլ գտել են իրար։ Հաղթեցի։ Այո, դու հաղթեցիր։ Բայց դու միտումնավոր չես պարտվել, չէ՞։ Ոչ, ես միտումնավոր չեմ պարտվել։ Դու իսկապես հաղթեցիր։ Ուռա։ Դե վերջ։ Այս հաղթական նոտայի վրա հրաժեշտ տուր Արևիկին ու Մորաքրոջը դու գնացին։
Մամիս չեն կարող մեր տուն արևիկին տանել։ Հետո ոչ չեք կարող։ Արևիկն իմ ընկերուհին է։ Դու արագացրու գնանք։ Մուրք ու ես էլ գիտեմ դու միշտ իմ կողմից ես։ Դու տենց էլ իմացի, արագացրու։ Լավ ես։ Վաղուց այսքան լավ չեմ եղել։ Շատ քաղցր տղա է։ Այնքան քաղցր ասես իմ սեփական երեխան լինի։ Ոչ մի օտարություն չեմ զգում։ Հայնար, մենակ չկամած տանտին արդեն կենաց այլ է։ Շուտ ասեի, որ քնացել, վերև չէի բարձրանա։ Չէ, նորմալ ամեն ինչ, խոսելու բան կա։ Ինչ ես մտածում ես թեմայով։ Հիմա դու էլ ես ասել, որ ես եմ եղավ։ Նարեկ, ամեն ինչ սկսվեց այդ խաղից, այդ մարդիկ կռվել են այդ խաղի պատճառով։ Հիմա դու մեղավոր ես թե չէ, միևնույնն է պատճառը դու ես։ Արսեն, դու լավ գիտես, որ մարդայի թեման իմ համար փակ է։ Փակ է։ Արսեն, եթե այդ տղեն չի գնահատում այդ աղջիկը։ Մի րոպե, Նարեկ։ Դու շատ լավ գիտակցում ես ու տեսնում ես, որ այդ քո ասած տղեն ու աղջիկը իրար սիրում են, չէ՞։ Հիմա խնդիրը որն է, ինչ ես ուզում։ Իրար սիրում են, բան չունեմ ասելու։ Բայց եթե սենց ստիզ բաների համար շուտ կռնան, դժվար եղել երկար մնան։ Բայց քո իր գործն Նարեկ ինչքան կմնան իր հետ։ Դու ինչ կապում ես։ Արսեն, ես ինձ ուղեղով համոզել եմ։ Ու գիտեմ, որ մարդն ինձ չի սիրում, դրա համար քայլեր չեմ ձեռնարկում։ Բայց նենց չի, որ իրան տենալու սիրտս արան չի խմում։ Նարեկ, մի րոպե էլի։ Ես հիմա ընդհանրապես քեզ ուզում եմ բացատրեմ, որ արածդ հեչ լավ բան չէր։ Իսկ դու դրել ես ինչեր ես խոսում։ Ես ոչ մի վատ բան չեմ արել։ Մենք ընդհանրապես խաղ ենք խաղացել։ Ու շիշտն էլ Կարենն է պատտել, ոչ թե ես։ Մենք պետքա պարենք, հետո գայինք, նստենք։ Ինչ կա դրա մեջ։ Չէ, դու իրոք չես հասկանում, Նարեկ։ Քո կարծիքով Կարենը չի տենում, ոնց ես դու մարդային նայում։ Բարձա, որ պիտի դու չգար ու չթողեր որ պարեք։ Դու լիներ իր տեղը ինչ էիր անելու։ Ես եմ մտածում ինգլիս ինձ կհասկանա։ Հասկանալու բան չկա, Նարեկ։ Ընդամենը հասկացի, որ այդ մարդիկ իրար սիրում են։ Ու կապ չունի ընդհանրապես ինչքան կշփվեն ու ոնց կշփվեն։ Դու այդ հարցում լրիվ ավելորդ ես։ Շնորհակալություն բարոյական աջակցության համար։ Ես գնացի։ Նարեկ, նեղանալուդ իմաստը ո՞րն է։ Չեմ նեղանում, ուզում եմ գնամ, դու գնա։ Նարեկ, դե աղբոր պես։ Բարի գիշեր։ Ոնց եմ ուզում ես ասես ընդհանրապես չի ուզում խոսա մարդայի հետ։ Հա։ Ինձ ու Դավոյին է ամերը դուրս վռնդեց տնից։ Շատ վատ է։ Իսկ Մարթան ինչ ասում։ Դե փորձեցինք ճանապարհին իր հետ խոսել, բայց ինքն էլ չուզեց խոսի։ Չգիտեմ։ Վատ է շատ, երկուսը ոտը դրել են մի կոշիկի մեջ իրանցն են առաջ տանում։ Բա ինչ ենք աներությամբ։ Չգիտեմ։ Բայց պիտի մի բան մտածենք հաշտվեն։ Իսկ եթե չուզեն։ Չեմ կարծում։ Սիրում են, չէ՞ իրար։ Պիտի որ։ Լավ, մի խոսքով ես գնացի ուշ արդեն։ Գնամ հանգստանամ։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Սան, հիշում ես չէ՞ վաղը նույն ժամին նույն տեղում։ Էլի գնալու ենք մարդյանց բակ։ Մոռացել ես ինչ էինք պայմանավորվել։ Չեմ մոռացել, ուղղակի մտածում էի կարողա։ Կարողա մարողա չկա։ Սոն, մենք հիմա մարդային ավելի շատ ենք պետք, քան երբևիցե։ Լավ։ Լավ, դա հիմա բարի գիշեր։
Այս աղջիկը ով է։ Սիրածդ աղջիկն է։ Այդ քո հպարտության պատճառով կարևոր մարդու չկորցնես քո կյանքում։ Մենակ ես պիտի մտածեմ։ Այդ տղեն իր համար շատ կարևոր, անասահման կարևոր է։ Ես ինքս եմ մեքենայի մեջ նկատել, թե ինչքաներն է եղել։ Դե աբա կներվի, բա ինչ կանի։ Այդքան ժամանակ անիմաստ կորցրել է։ Չէ, ես ուզում եմ ասել, որ Այս արդեն չափից դուրս է, գիտես Կարեն, ուղղակի մոռացի ինձ։ Մարթա, ուզում եմ հասկանամ, թե ոնց են փախնում Համլետի ձեռքից։ Քո տղան այդ մոնն է։